ասել եք այս պահին Գյումրիում ընթանում են ռեպրեսիաներ, ինչպես բնորոշ է Փաշինյանին ու ԿՊ-ին, իրավապահ մարմինները ներխուժել են պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Գյումրիի քաղաքապետի տեխնացու համայնքապետի տեխնացու Մարտուն Գրիգորյանի տուն, ինչպես նաև գրասենյակներից առնվազն մեկը այս պահին, նույն գործընթացը ընթանում է նաև մի շարք այլ տեխնացուների գրասենյակների պարագայում։ Մի փոքր մանրամասներ բացահայտեմ, խոսքը վերաբերվում է ըստ մեր տեղեկությունների Շիբինի գործին, այսպես ասած, առկա է տեղեկատվություն, որ պատրաստվում է ձերբակալություն Մարտուն Գրիգորյանի հոր և որդու նկատմամբ, իսկ հիմա, եթե առօրյա լեզվով ասեմ, ժողովուրդ ջան, այն բառացիորեն նույնը, ինչ արել է ԿՊ-ի տեխնացու Սարիկ Մինասյանը, այսինքն շիբինապատել 1-2 փողոց, նույն բանի համար այս պահին ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը, լրիվ նույն բանի համար։ Ուզում եմ ֆիքսենք, որ դեմոկրատիային երգում ինչ են երգում չգիտեմ, այս պահին պատիվ ունեմ խմբակցության 2 պատգամավորների նկատմամբ, բառացիորեն այս պահին իրականացվում է ռեպրեսիա, դահլիճում Տարոն Մարգարյանի անձեռմխելիության հետևից են եկել, Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն փորձում են ձերբակալել, բառացիորեն այս պահին։ Նաև մինչև ձեր հարցերին անցնելը, ես կուզենայի դիմել Սարիկ Մինասյանին, ինքը այդ քաղաքում է շարունակելու ապրել։ Ընտրություններից հետո ինքը շարունակելու է ապրել այդ քաղաքում։ Գյումրեցիները միշտ հայտնի են եղել իրենց պատվախնդրությամբ, պատվիզգացումով, լուրջ ես ասում, այսինքն Երևանից մարդ բերելով ու քո համաքաղաքացիներին բռնել տալով փորձում ես դառնալ համայնքի ղեկավար, չգիտեմ հետո ինքը ոնց է Գյումրի քաղաքում քայլելու, ու վստահ եմ, որ այս գործողությունների պատասխանը առաջին հերթին հենց մարտի 30-ին Գյումրեցին տալու է։ Իսկ հիմա կարող եմ պատասխանել ձեր հարցերին։ Ո՞վ է սա պայմանավորված, սոցհարցումներով իրենք ասում են, որ իրենք են առաջին տեղում, հետո Վարդան Ղուկասյան, հետո մյուս տեխնացուները, ինչու է պայմանավորված։ Գիտեք, ասել կարելի է ամեն ինչ, բայց ակնհայտ է, որ Գյումրին բոլոր առումներով, ես այդ բառը չեմ սիրում, բայց մերժում է ԿՊ-ին։ Դա նկատելի է թե սոցիալական ցանցերում, թե փողոցներում։ Գյումրիում նույնիսկ քննարկվում է, որ անընդունելի է, որ որևէ մեկը ԿՊ-ին ձայն տա։ Իմիջիայլոց, ուշադրություն սիրելի գյումրեցիներ, դա Սարիկին ձայն չի, դա ԿՊ-ին ձայն է։ Դա Նիկոլ Փաշինյանին ձայն է, որովհետև Սարիկ Մինասյանը համաձայնվել է, որ հիմա Նիկոլ Փաշինյանը միացնի ռեպրեսիվ ապարատը։ Ինքը ուզում է համայնքի ղեկավար դառնալ ռեպրեսիվ ապարատի օգտագործմամբ։ Այնպես որ եթե նույնիսկ առաջ ինչ որ մեկի մոտ կասկածներ կարող էր լինել, ապա հիմա միանշանակ Սարիկ Մինասյան եւ Նիկոլ Փաշինյան անունները հոմանիշ են։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդես է գալիս Սարիկ Մինասյանի դեմքով։ Իշխանությունները վախի մտնոլորտի մեջ են, գյումրեցիներին դրա համար գնում են նման քայլ։ Դե գիտեք, այստեղ առաջին հերթին փորձում են վախեցնել Մարտուն Գրիգորյանին, որը ծիծաղալու է, ուղղակի ծիծաղալու է։ Իրանք լավ ճանաչում են Մարտունին, դժվար ինքը սենց բաներից վախենա, սա առաջինը։ Երկրորդ, մեր գյումրեցի եղբայրներին եւ քույրերին, իրանք այդքան չկան, որպեսզի գյումրեցուն կամ որևէ քաղաքացուն Հայաստանի Հանրապետության վախեցնեն, ու ես վստահ եմ, որ մարտի 30-ին իրանք դրա պատասխանը կլսեն։ Բնականաբար մենք մեր բոլոր լծակներով եւ գործիքներով մեր ընկերոջ կողքին ենք, այս պահին դեռևս քննարկվում է հարցը, թե ինչ է տեղի ունենալու Մարտուն Գրիգորյանի հոր եւ որդու հետ կապված, բնականաբար ողջ ընթացակարգի ընթացքում մենք լինելու ենք մեր ընկերների կողքին։ Պայմանավորված, որ վերջին Քարդաշահի վերջին օրերին են այս գործողությունները իրականացվում,
իրենք գուցե ներքին հարցումներ են արել, արդեն հասկացել են իրավիճակը ինչպիսին է։ Իսկ թվում է իրանք իրավիճակը ինչպիսին է գիտեին ամենասկզբից։ Իրանք սցենարով երևի այսպես էր նախատեսված, այդ շոուները իրանք պետական կառավարում չեն իրականացնում, դիվանագիտությամբ չեն զբաղվում, սա որ նստած շոու ծրագիր են կազմում։ Փաշինյանի հայտարարությունները դա հայտարարություններ չեն, դա հիստերիա է։ Խնդրում եմ տարբերակել քաղաքական հայտարարությունը հիստերիայից։ Դրանք երկու տարբեր հասկացություններ են։ Երևի իրանք շոուով դե բան հավաքովի վերջին զանգի սցենարիստների հավաքածու է, վերջին զանգերը ստարի չի լինելու, որոշել են sense բաներ բեմադրել։ Չգիտեմ ինչի հենց այսօր։ Գուցե բանավեճով պայմանավորված, որի ժամանակ վստահաբար ԿՊ-ի տեխնացում խայտարակ էր լինելու։ Չգիտեմ կոնկրետ դրդապատճառը, ուղղակի վախեցել են։ Դե դեղերի ուշացման կանխավարկածը միշտ կա։ Իսկ բացառում եք, որ իսկապես իրավապահների զբաղվելու գործ կա այդ սցենարը։ Ես բառացի ներկայացրեցի, իդենտիկ նույն process-ն է, ինչով զբաղվել է Սարիկ Մինասյանը։ Եթե հիմա Սարիկ Մինասյանի մոտ էլ գնա խուզարկություններ, օքեյ։ Դե Կարծում եք երեկվա հայտարարությունները Փաշինյանի հայտարարությունները երեկվա դեր խաղաց ազգային ժողովի ամբիոնից ասում պետք է ասֆալտին բարկացնել նախ ինչպես նշեց Մարտուն Գրիգորյանը հենց նոր Գյումրիում ուր ասֆալտ, որը մի հատ էլ այդ ասֆալտին բարկացնեն։ Իրանց պահած Գյումրիում ասֆալտ չկա։ Միջալոց Մարտուն Գրիգորյանը խոստացավ, որ երբ որ քաղաքապետ դառնա, այդ խնդիրը կլուծի եւ արդեն այդ ժամանակ իրենց հանցանքների համար Փաշինյանի թիմակիցները կպարկեցվեն նորմալ, հարթ, լավ կառուցված ասֆալտի վրա, թող անհոգ լինեն։ Այսինքն 10 տարի առաջվա լավ էլի բան Գերակոսյան։ Ինչ վերաբերում է հարցեք գյումրեցիներին։ Այս իրավական բեսպրեդելը ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Այս իրավական, սա նույնիսկ իրավական էլ բեսպրեդել չէ, էլի սա ուղղակի բեսպրեդել է։ Այս ամեն ինչը իրանք ուղղակի չեն հասկանում, որ նման իրադարձությունները կաթիլ ավելացնում եւ անհրաժեշտ աստիճանի են հասցնում մեր համաքաղաքացիների ջղայնության աստիճանը։ Իմիջայլոց ներողություն եմ խնդրում։ Բոլոր ԿՊ-ականներ ուշադիր նորից միացնում եք Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցող գործընթացը 3 այսօր ու մի քանի ամիս առաջ։ Ու տենց նայում եք, այդ ձեր հետ է տեղի ունենալու հերթով ամեն մեկիդ, որովհետև Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի գնալը վերջում բերում է այս արդյունքին։ Ինչ վերաբերում է թե ինչ սրանից հետո տեղի կունենա, ինչքան շատ մարդու մոտ կայունանա այն մտածողությունը, որ Փաշինյանը փորձում է կերտել ավտոկրատիա, դիկտատուրա, այնքան ավելի շուտ այդ ամբողջը կավարտվի։ Իսկ ժամավաճառությամբ չզբաղվող Աննա Վարդապետյանը անելիք չունի։ Ես եկեք համարեմ, որ Աննա Վարդապետյանը ինքը պետք է որոշի ինչ անելիք ունի, ինչ անելիք չունի։ Փաշինյանը երեք խոսում էր Արցախյան շարժումը փակելու մասին, պարոն Մամիկյանյան, սա ում էր ուղղված, ադրբեջանական կողմին էր ուղղված, արցախահայերին էր ուղղված, որ որևէ բանից չբողոքեք, ում էր ուղղված այս կոչը։ Գիտեք, ինքը վաղուց արդեն խոսում է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար բացառապես, որտեղ այստեղ իրան լսող չկա։ Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղյան շարժման հետ կապված, Նիկոլ Փաշինյանի դերակատարումը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ չափից փոքր է եւ չափից շատ ամոթալի, որպես ինքը հանդգնի Ղարաբաղյան շարժման մասին մի հատ էլ կարծիքներ հայտնել։ Ինչու այդպես հարցած այն մտքից, որ անպայման ուզում է բանավիճել նախկին 3 նախագահների հետ։ Գիտեք, այդ հարցի շուրջ այնքան արդեն դիպուկ մեկնաբանություններ են տրվել տարբեր տեղերից, որ ես դրանցից ավելի դիպուկ չեմ փորձի լինել, բայց նորից նույն կետն եմ ասելու։ Թեպետ քաղաքական դիակները խոսելու, գործելու հնարավորություն չունեն, իրան մնացել է անելու մի բան՝ հրապարակել բանակցային փաթեթները, ներառյալ 19 թվականի իր հրաժարված բանակցային փաթեթը։ Այդ ժամանակ, երբ որ եթե ռիսկը հերիքի հրապարակի, այդ ժամանակ արդեն բանավեճի կարիք էլ չլինի, արդեն թղթով ապացուցված ակնհայտ կլինի, թե ով է դավաճանը, ով է հայրենավաճառը։ Իսկ ինչ վերաբերում է իր խոսացածին, ես եւս մեկ անգամ երեք համոզվեցի, որ Մելիք Ֆրանգյուլի
ճակատագիրը Փաշինյանին հանգիստ չի տալիս, ինքը ուզում է ամեն ինչը անի, որ նույն ճակատագրին արժանանա։ Շատ շնորհակալ եմ, եթե ելի մեկնաբանություններ ունեն, կասեմ, ասա պարոն Տեր-Պետրոսյան։ Պարոն Ամիջանյան, Նիկոլ Փաշինյանի խոսելով Սերժ Սարգսյանի բանակցային գործընթացի մասին, տվեց թիվ 1 կապիտուլյանտ ձևակերպումը, նշելով, որ բերել գործընթացը հասցրել էր փակուղում եւ նկատի ունենալով Սերժ Սարգսյանի հայտարարությունը որպես վարչապետի թեկնածու, որ գործընթացը բանակցային չկա, ուղիղ չեմ հիշում։ Շատ լավ, ես հասկացա հարցը։ Նախ, եկեք ֆիքսենք, սիրելիներս, նախագահ Սարգսյանի 20 թվականին արած ճշգրիտ որակումը, մականունը այնքան պինդ է կպե Փաշինյանին, որ իրան ավելի շատ կապիտուլյանտ են ասում, քան Նիկոլ Փաշինյան։ Դա իրան հանգիստ չի տալի, 5 տարի մտածել է ինչ պատասխանի ու լավագույնը ինչ ինքը հորինեց, վեր կանա ասի կապիտուլյանտը դու ես։ Դե ինձ թվում է մանկապարտեզի մակարդակի արձագանքներին մեկնաբանություն տալու կարիք չկա, իսկ ինչ վերաբերվում է ձեր հարցի մյուս հատվածին, կապված ապրիլ ամսին վարչապետի ընտրության ժամանակ նախագահ Սարգսյանի, պատգամավոր Կարեն Բեկարյանի հարցին պատասխանը հատվածային մեջ բերելուն, նորից եմ ասում, հատվածային, կրկնում եմ 1000-րդ անգամ, թող գրեն միտեղ, հոգնել եմ արդեն կրկնելուց։ Հայաստանի Հանրապետությունը երբևէ չի բանակցել Ադրբեջանի հետ ուղիղ, որովհետև երկրագնդի պատմության մեջ այդպիսի բանակցությունները երբեք որևէ արդյունքի չեն բերում։ Մենք բանակցում ենք միջազգային հանրության հետ, միջազգային հանրությունը իր ճնշման լծակները, իր ազդեցությունը օգտագործում է Ադրբեջանի վրա ու արդյունքում Ալիևը հայտարարում է, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Մենք այդպես էինք բանակցում։ Երբ որ ուղիղ ես բանակցում Ադրբեջանի հետ, գործնում ես 4 գյուղեր Տավուշում, ստանում ես անդադար պարտվողականություն եւ փաստացի վերջում մի փաստաթուղթ, որում ըստ իրենց իսկ ներկայացման բոլոր կետերը Հայաստանի Հանրապետության զիջումներն են։ Ֆիքսենք, որ մարտի 27-ի դրությամբ որևէ տեղ ոչ հանձնաժողովում ԱԳՆ նախարարը, ոչ ազգային ժողովում վարչապետի աթոռին նստածը, այդպես էլ մի անգամ չի պատասխանել մոտ 10 անգամ իմ գործընկերների հնչեցրած հարցին։ Բալավ էս պատմության մեջ Ադրբեջանի զիջումը որն է, որովհետև այդ զիջումը այդ փաստաթղթում չկա։ Շնորհակալություն։